կենսագրությունը պարոն Քոչարյանի, իմիջիայլոց հրապարակում եմ կենսագրության այն հատվածը, որը թեկնածուները ներկայացրել են։ Գևորգ Արմենի Քոչարյանը ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 17-ին Երևան քաղաքում, 91 թվականին ընդունվել է Երևանի Եթերյանի անվան թիվ 3 միջնակ ավագ դպրոցը 1997 թվականից ուսումը շարունակել է Անանյա Շիրակացի անվան ջերմարանում, 2001 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, նորն ավարտել է 2005 թվականին բակալավրի աստիճանով, ընդունվել է Երևան պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրա կենսաֆիզիկ մասնագիտությամբ, սակայն գիտակցելով, որ ոլորտում գործողություն շարունակելու դեպքում ստիպված է լինելու լքել հայրենիքը, որոշում է կայացրել վերապրոֆիլավորվել։ 2005 թվականից 2007 թվականին անցել է պարտադիր զինվորական ծառայության, որի ավարտին է ստացել է լեյտենանտի կոչում, հետագայում մասնակցել է վարժական հավաքներին եւ ստացել ավագ լեյտենանտի կոչում, 2007 թվականին ընդունվել է Հաշվապահների ասոցիացիա միջազգային կենտրոն հիմնադրամ հաշվապահական հաշվառում եւ աուդիտ մասնագիտությամբ, որն ավարտել է 2009 թվականին մագիստրոսի աստիճանով, նույն տարում ֆինանսների նախարարության կողմից ստացել է որակավորված հաշվապահի վկայական, 2008 թվականին սկսած աշխատել է մի շարք մասնավոր եւ պետական կազմակերպությունում որպես գլխավոր հաշվապահ ֆինանսիստ տնօրեն, 2008 թվականից գրանցված եղել նաև որպես անձեռնարկատեր, ներկայումս անժամկետ դադարեցված, որով մատուցել է հաշվապահական եւ իրավաբանական խորհրդածության ծառայություն մինչև 2019 թվական, 2013 թվականին ընդունել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որն ավարտել է 2017 թվականի բակալավրի աստիճանով, 2016-ից 19 թվականին աշխատել է Հայաստանի Հանրապետություն Գիտությունների ազգային ակադեմիայի փորձաքննությունների ազգային բյուրոյում որպես դատահաշվապահական եւ ֆինանսատնտեսագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետ, աշխատանքային գործունեության ընթացքում կատարել է հատկապես փողերի լվացման եւ բարդ տնտեսական հանցագործությունների մեխանիզմների ֆինանսական փորձաքննություններ, մասնագիտական փորձ եւ գիտելիքների շահ պետության ծառայեցնելու ուղղումով 2015 թվականի Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիայում անցել է դատախազների պատրաստման դասընթաց եւ նշանակվել է զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազի պաշտոնում 2020 թվականին Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիայում անցել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագազման գործառույթների իրականացնող դատախազների պատրաստման դասընթացի փոխադրվել գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագազման գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնում, որում պաշտոնավարում է առ այսօր կատարված աշխատանքի գնահատականների արդյունքում գլխավոր դատախազի կողմից 4 անգամ խրախուսվել է 2020 թվականի կամավոր մեկնել է Արցախի Հանրապետության եւ մասնակցել ռազմական գործողություններին, պատերազմի ավարտից հետո վերադարձել է դատախազական գործունեության իրականացմանը, 19 թվականից 24 թվականների ընթացքում մասնակցել է մի շարք վերապատրաստման դասընթացների, սեմինարների եւ ուսումնական գործողությունների, փողերի լվացման, տնտեսական հանցագործությունների, կոռուպցիայի կանխարգելման, հանցավոր ապօրինի ակտիվների հայտնաբերման, սարսափման եւ բռնագազման եւ այլ թեմաներով ամուսնացած է, ունի 3 որդի։ Պարոն Քոչարյան, ձեր կենսագրությանն ավելացնելու բան ունեք։ Կենսագրությունը ներկա լրացնելու ժամանակ աշխատել եմ, բայց դրանից հետո փետրվարի 17-ից ազատվել եմ աշխատանքից։ Ինչպես նախապես մենք պայմանավորվել ենք, խորհուրդ որոշում էր կայացրել հերթականությունը հարցազրույցի իրականացնել հետևյալ հաջորդականությամբ։ Նախ պետք է անձնական որակների հետ կապված հարցադրումներ ներկայացնել խորհրդի անդամների կողմից, հետո բարևարկության հետ կապված վերջում նոր մասնագիտական գիտելիքների ստուգման մասով, որ հերթականությամբ որոշենք։
Նախորդը ձախցել ես մեկ Խնդիր չէ։ Ներողություն եմ խնդրում, եթե կարելի է, ես խորհրդի կազմի հետ կապված մի հայտարարություն ընդամենը ունեմ։ Խնդրեմ, Ինձ թվում է մինչև հարցերի անդրադառնալը, կուզեմ այս հարցը իմ կողմից որ բարձրաձայնվի խորհրդի կազմից որևէ մեկին չեմ ճանաչում բացի պարոն Արսենյանի, պարոն Արսենյանի հետ ծանոթ եմ մի քանի տարի է ու երևի այս հարցը չէի, այս հանգամանքը չէի բարձրաձայնի, եթե չլներ ուրեմն այս վերջերս ուղղակի տեղի ունեցած նաև այլ մրցույթ, որում ես ու պարոն Արսենյանը մասնակցել ենք, աստորեն մրցակիցներ ենք եղել, այս հանգամանքը կարևոր է, որ իմ կողմից բարձրաձայնվի, բայց այդուհանդերձ ճանաչելով պարոն Արսենյանին, իմանալով իր անձնական եւ մասնագիտական որակները, գտնում եմ, որ դա իր օբյեկտիվության եւ հանրաչարության հետ կապված որևէ խնդիր չի առաջացնելու, այսքանը զուտ հայտարարության տեսանյութ։ Շատ լավ, մի հարցեր ես բարձրացնեմ, դրա մեկնաբանությունը դուք տվեք։ Իսկ պարոն Իոնիսյանի հետ ինչ առնչություն ունեք այդ դեպքում։ Ինչպես ասացի, խորհրդի կազմից որևէ մեկին առայսօր որևէ առիթ չի եղել հանդիպելու, ճանաչելու, այսօր առաջին անգամ է, որ խորհրդի մյուս անդամներին առաջին անգամ որ տեսել եմ, այդ թվում նաև պարոն Իոնիսյանին։ Շատ լավ, հարցը ուղղակի դուք բարձրացրեցիք։ Ես Ներողություն եմ խնդրում, ես ավարտեմ, հետո փոխանցեմ անմիջապես այդ ուսումները տարածվել։ Մասնավորապես պարոն Իոնիսյանի կողմից իր Facebook-յան էջում, որ ձեր վերաբերյալ դրական, եթե սխալվեմ կուղղեք պարոն Իոնիսյան, ձեր վերաբերյալ երաշխավորության, ոչ թե դրական, երաշխավորության նամակ է ուղարկվել մրցույթի կազմակերպման հետ կապված, դրա հետ կապված ասելիք ունեք։ Դրա հետ կապված ասելիք չունեմ, այդ հայտարարությանը, ինչպես դուք եք ծանոթ, նույն եղանակով ես եմ ծանոթ համացանցից, ընդամենը կարող իմ շնորհակալությունը հայտնեմ պարոն Իոնիսյանին իր գնահատականի համար, այդուհանդերձ եւս մեկ անգամ պնդում եմ, որ պարոն Իոնիսյանին երբևէ չեմ ճանաչել, իր հետ որևէ առնչություն չեմ ունեցել անձնական։ Ես այստեղ լրացում առանձին քննարկման ժամանակ խորհուրդը չի հայտնել այնպիսի դիրքորոշում, որ կասկածի տակ դնի պարոն Իոնիսյանի օբյեկտիվության ուղղակի, այսքանն է ուզում որ հայտնել։ Պարոն Արսենյանի վերաբերյալ, քանի որ դուք ասեցիք, մենք նույնպես քննարկման առարկային դարձել եւ որևէ հանգամանք չենք արձանագրել, որ պարոն Արսենյանը կարող է ոչ օբյեկտիվ լինել ձեր հարցի քննարկման ժամանակ։ Շնորհակալություն։ Ես մի լրացում